Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն եւ հրապարակել այն։ Աուդիո ուղերձում նա խնդրել է չխղճալ իրեն, խաղաղության կոչ է հղել հիմնված մարդկային հիմնարար արժեքների եւ արժանապատվության վրա։ Ավելի քան 2 շաբաթ հացադուլ անող Վարդանյանը չնայած ուղերձում պնդում է, թե լավ է, առողջությունը նորմալ է, բայց նրա ձայնից ակնհայտ է, որ դժվարությամբ է կարողանում բառերն արտասանել։ Սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը։ Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ ավելի վատ պայմանների։ Մարտի 5-ին ձայնագրված ուղերձում ասել է Արցախի նախկին պետնախարարը, Ադրբեջանին մեղադրել շինծու դատավարությունների համար։ Մեջբերեմ, մի խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը, մի կեղծեք փաստաթղթերը, մի նենգափոխեք արձանագրությունները, չէ՞ որ դուք ամեն ինչ ունեք, իմ բոլոր գadgetները, իմ բոլոր փաստաթղթերը։ Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու, եթե դատում եք, դատեք ճիշտ, մեջբերման ավարտը։ Լյոխ լավա լինելու իր ուղերձը եզրափակել է Ռուբեն Վարդանյանը։ Իմ պահանջները նույնն են, եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ։ Իմ գործն արհեստականորեն մի առանձնացրեք։ Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից։ Մի խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը, մի կեղծեք փաստաթղթերը, մի նենգափոխեք արձանագրությունները, չէ՞ որ դուք ամեն ինչ ունեք, իմ բոլոր գadgetները, իմ բոլոր փաստաթղթերը։ Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու։ Եթե դատում եք, դատեք ճիշտ։ Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը, դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի։ Ինձ մեղադրում են ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել 1987 թվականից ի վեր։ Խնդիր չկա, ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգներ խաղաղության ու հանգստության հաստատմանը, բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու եւ դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը, չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջևում են։